Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք հեղինակային իրավունքի մասին։ Օրենքը Հայաստանում ընդունվել է 2006 թվականին, բայց թվային դարաշրջանում այն հետ է մնում ժամանակից։ YouTube, TikTok, սոցցանցեր, որտեղ գրեթե բոլորս ստեղծագործողներ ենք, բայց երբեմն խախտում ենք, անգիտակցաբար խախտում ենք ինչ-որ մեկի իրավունքները։ Ովքեր են իրական հեղինակները, ինչպես է գործում վերահսկողություն եւ արդյոք օրենքը պաշտպանում է ստեղծագործողին այս ամենի մասին այսօր խոսելու ենք իրավաբան Անահիտ Սարգսյանի հետ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես Հայաստանում օրենքը ընդունվել է 2006 թվականին, ինչպես արդեն նշեցինք, ինչպես է այն գործում, արդիական է։ Այսօր էլ կարող ենք համարել, որ օրենքը պաշտպանում է ստեղծագործողին։ Ըստ երևույթին օրենքը ընդունվել է արդեն 20 տարի առաջ, բայց կարծում եմ վերջին տեխնոլոգիական փոփոխությունների արդյունքում կան դրույթներ, որոնք պետք է փոփոխվեն։ Օրինակ, սոցիալական ցանցերում իրավունքների պաշտպանության նպատակով կարծում եմ պատասխանատվության սահմանաչափերը պետք է փոփոխման ենթարկվեն։ Շատ դեպքերում YouTube-ը դեռևս հայ ստեղծագործողների համար մոնետիզացիա չի վարում, այսինքն հայ ստեղծագործողները չնայած իրենց իրավունքի խախտման դեպքում կարող են բողոք ներկայացնել YouTube-ին, բայց գումար չեն կարողանում դեռևս YouTube-ի միջոցով աշխատել։ Կարծում եմ այս խնդիրը լուծելու համար ոչ միայն պետք է օրենսդրական փոփոխություններ կատարվեն, այլ պետք է նաև մենք որոշակի քայլեր կատարենք, որպեսզի հայ ստեղծագործողները նույնպես կարողանան սոցիալական ցանցերի միջոցով գումար վաստակել, ոչ միայն YouTube, այլև մնացած սոցիալական ցանցեր։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպես է կառավարվում վարձատրության պահը, այսինքն ստեղծագործողը ինչպես կարող է գումար ստանալ, եթե օրինակ բանաստեղծ է, արձակագիր է կամ նկարիչ է, ինչպես է իրենց վարձատրությունը որոշվում։ Ըստ երևույթին վճարում են բոլոր նրանք, ովքեր օգտագործում են, եւ հեղինակը կարող է պայմանագիր կնքել նրանց հետ, ովքեր ցանկանում են օգտագործել իր ստեղծագործությունները։ Վարձատրության չափը որոշում է ինքը հեղինակը, գնահատում է, թե ինչքան պետք է գնահատի իր հոնորարը եւ կարող է վարձատրությունը այդքան պահանջել։ Միաժամանակ մենք Հայաստանում ունենք հասարակական կազմակերպություն Հայ հեղինակը, որը որպես այդպիսի նույնպես իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում եւ կարող է ստեղծագործողների համար հավաքագրել վարձատրությունը։ Ամեն դեպքում որոշակի դեպքերում իրազեկվածության պակասի պատճառով շատ հեղինակներ չեն կարողանում գումար վաստակել իրենց հեղինական իրավունքներից։ Իսկ Հայաստանում ինչպես է աշխատում հեղինակային իրավունքի պաշտպանությունը։ Այսինքն, եթե ես անգիտակցաբար խախտել եմ որևէ մեկի ստեղծագործողի իրավունքը, ինչպես են ինձ տեղեկացնում եւ ինչպես եմ ես տուժի ենթարկվում եւ նաեւ խոսենք տուժի մասին, ինչպես եմ ես պատժվելու։ Ըստ երևույթի մի քանի պատասխանատվության եղանակներ ունենք Հայաստանում։ Հիմնականում Հայաստանում հեղինակային իրավունքների վեճերը փորձում են լուծել միջդատական բանակցությունների արդյունքում։ Մենք ունենք այս պահի դրությամբ քրեական օրենսգրքում գործող դրույթ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ, բայց շատ հաճախ մարդիկ ուղղակի չեն դիմում ոստիկանություն այդ մասով։ Կարծում եմ, եթե այս մասով սանկցիայի խստացում լինի, դա կունենա կանխարգելիչ արդյունք եւ անձին կխուսափեն հեղինակային իրավունքների խախտումից, որովհետեւ եթե այսօր նայենք հեղինակային իրավունքների խախտման համար պատասխանատվության միջոցները շատ փոքր են, կարելի ասել։ Ինչ է նախատեսվում։ Կալանք է, թե դրամային է, որոշակի դեպքերում, եթե վնասը առանձնապես խոշոր չափի է, կարող է հասնել մինչև ազատազրկման, բայց կարծում եմ, որ տուգանքի չափը շատ փոքր է։ Հաճախ YouTube-ում եւ սոցցանցերում, հատկապես ռուսաստանյան սոցցանցերում, Վկոնտակտեում եւ մնացած այլ ցանցերում հեղինակի երկչի ստեղծագործությունը մարդիկ ազատ օգտագործում են, լսում են, հրապարակում են, երբեմն նույնիսկ դրա հաշվին գումար են վաստակում։ Այս դեպքում ինչպես է կարգավորում հեղինակը, այս դեպքում թվում է թե դուրս է մնացել այս շրջանակից, բայց միգուցե այդպես չէ իրականում։ Միգուցե նա էլ է գումար վաստակում։ Դա կախված է կոնկրետ սոցիալական ցանցից, կոնկրետ կոնտակտերի դեպքում չեմ կարող ասել, բայց մնացած սոցիալական ցանցերի դեպքում, YouTube-ի դեպքում այդ մասը կարգավորված է եւ հեղինակները կարող են գումար ստանալ։ Խնդիրը ուղղակի այն է, որ ոչ բոլոր երկրների հեղինակները կարող են գումար ստանալ։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում այս վայրդրությամբ այն յութուբերները, ովքեր գործում են Հայաստանից, իրենց ալիքների միջոցով գումար վաստակել չեն կարող։ Այլ օրինակ այլ երկրներում գործողները YouTube-ի միջոցով կարողանում են գումար վաստակել։ Այս մասով պետք է քայլեր անենք, որպեսզի մեր կոնտենտ ստեղծողները Հայաստանում, մեր հեղինակները նույնպես կարողանան սոցիալական ցանցերի միջոցով գումար վաստակել։ Հիմա ինչպես հասկանանք, ես ինչ որ մեկի հեղինակային իրավունք խախտում եմ, թե ոչ։ Կան ինչ որ զգուշացնող կամ չգիտեմ, ինչ որ
ինչ որ դրույթներ, որոնք ինձ արգելում են, որ ես այս կամ այս ստեղծագործություն չտարածեմ կամ չօգտագործեմ իմ տեսա, ասենք, հոլովակի համար օրինակի։ Երաժշտություն կամ նկար, միգուցե տեքստային առումով ինչ որ բան եմ կարդում, օրինակ, ով է դա վերահսկելու, ինչպես իմանանք, որ ես խախտում եմ այդ օրենքը։ Շատ հաճախ գուցե դուք չնկատեիք, բայց երբ որ մտնում եք որևէ կայք, որևէ երաժշտություն եք ուզում վերցնել կամ որևէ ստեղծագործություն եք ուզում օգտագործել, դուք կարող եք նկատել copyright-ի նշանը, որը հեղինակային իրավունքի պաշտպանության վերաբերյալ զգուշացնող նշան է։ Բայց դա լատիներեն ցետարն է, այո, լատիներեն ցետարն է շրջանակի մեջ վերցված, բայց դա պարտադիր բնույթ չի կրում եւ հնարավոր է, որ նույնիսկ այդ նշանը չլինի, բայց գործի հեղինակային իրավունքը։ Հասկանալ արդյոք խախտում եք հեղինակային իրավունքը թե չէ, պետք է արդեն ուսումնասիրել, հասկանալ ով է հեղինակը։ Շատ հաճախ նույնիսկ Հայաստանի իրականության մեջ լրատվական միջոցներն են խախտում հեղինակային իրավունքները, օրինակ օգտագործում են օտարերկրյա երաժշտությունը իրենց ստեղծագործության մեջ, իրենց հաղորդումներում, այո, եւ հետո հեղինակը հայտնվում է, նոր արձագանքվում է, որ խախտվել է մի հեղինակային իրավունք եւ պահանջում է վարձատրություն դրա դիմաց։ Այսօր մի քիչ ավելի է հեշտացել սոցցանցում աշխատելը արհեստական բանականության շնորհիվ։ Այն տեքստը կամ այն երաժշտությունը, որ ստեղծում է արհեստական բանականություն, դա հեղինակային իրավունքի հետ կապ ունի, թե չէ։ Շատ հետաքրքիր հարց է, որը այսօր շատ իրավաբաններ քննարկում են։ Գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն արհեստական բանականության կողմից գեներացված կոնտենտը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ։ Այսինքն մենք հեղինակային իրավունքի օբյեկտ դիտարկում ենք միայն մարդու կողմից ստեղծվածը, բայց գուցե տարիներ հետո, երբ որ արհեստական բանականությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում արդեն մարդու հետ կսկսի մրցակցել, գուցե մեր օրենքում էլ փոփոխություններ կատարվեն այդ մասով։ Այս պայմանությամբ ոչ հեղինակային իրավունքի օբյեկտ չէ։ Դուք իրավաբան եք եւ զբաղվում եք հեղինակային իրավունքի պաշտպանությամբ։ Ովքեր են ձեզ դիմում հիմնականում։ Տարբեր ոլորտների մենք ունեցել ենք կերպարվեստի բնագավառում գույքային իրավունքների սեփականատիրոջ կողմից բողոք, մենք ունեցել ենք նաեւ բանաստեղծի կողմից բողոք, այսինքն հեղինակային իրավունքը փոքր ոլորտ չէ եւ այն կյանքի տարբեր ոլորտներում մարդու ստեղծագործություններին է վերաբերվում, ուստի կարող եմ ասել, որ բազմաոլորտ է։ Երկիշները դիմում են ձեզ։ Այո, եղել է։ Այսինքն պարբերաբար խախտում են նաև նրանց իրավունքը։ Այո, այո։ Կարող եմ ասել ամենաշատը հենց երկիչների հեղինական իրավունքներն են խախտվում։ Իսկ հետաքրքիր է, եթե հայ երկչի իրավունքները խախտվում է հարևան երկրում, ինչ անել այդ դեպքում, դուք ինչ քայլեր եք ձեռնարկում, օգնում եք երկչին, երաժիշտին։ Այո, հեղինակային իրավունքը տարածվում է ոչ միայն Հայաստանում, այլև օտարերկրյա պետություններում, եւ եթե հայտնաբերվում է խախտում, առաջին հերթին փորձում ենք միջդատական կարգով լուծել խնդիրը։ Եթե արդեն չի ստացվում, պետք է դիմենք այդ երկրների դատարաններ։ Ստիպված եք լինում համոզել կամ ապացուցել, որ ստեղծագործությունը պատկանում է այդ տվյալ մարդուն եւ ոչ թե, որովհետեւ հատկապես հարևան երկրի հետ մենք ժամանակաժամանակ նման խնդիրներ ունենում ենք, հատկապես երաժշտության ոլորտում։ Անուններ չեմ տա, բայց կարծում եմ բոլորը գիտեն, որ նմանատիպ մի քանի դեպք եղել է։ Հայ երաժշտի երաժշտությունը կամ երգը ամբողջությամբ օգտագործում են եւ հայտարարում, որ դա ադրբեջաներեն է կամ թուրքերեն է օրինակի համար։ Ցավոք նման դեպքերից խուսափել անհնար է, սակայն հեղինակային իրավունքի ստեղծում ու պաշտպանության տարեր տրամադրելը հենց դրանում է, որ ինչքանով հնարավոր է փորձել պաշտպանել հեղինակի իրավունքները, սակայն մերօրյա իրականությունում խուսափել դրանից ամբողջությամբ ցավոք հնարավոր չէ։ Եվ վերջում ինչ քայլեր պետք է անել, որպեսզի հեղինակային իրավունքի օրենքը Հայաստանում գործի այնպես ինչպես հարկն է, այսինքն մարդը, ստեղծագործողը իսկապես պաշտպանված զգա եւ խախտողը, օրենքը խախտողը, կարգ խախտողը անպայման պատասխանատվության ենթարկվի։ Կարծում եմ այս դեպքում մենք երկու ուղղությամբ պետք է աշխատենք։ Առաջինը իրազեկվածության բարձրացումն է, որպեսզի շատ հեղինակներ, ովքեր չգիտեն իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, իրազեկված լինեն եւ հասկանան, թե ինչ միջոցներով կարող են իրենց իրավունքները պաշտպանել։ Մյուս եղանակը նաեւ օրենսդրական փոփոխություններն են եւ առավել խստացումն է օրենսդրական առումով պատասխանատվության ավելի բարձր պայմաններ սահմանելը իրավախախտների համար։ Վերջին անգամ փոփոխություն եղել է այդ օրենքի մեջ։ Եթե չեմ սխալվում,
փոփոխություններ եղել են մի քանի տարի առաջ, նախատեսվում են նաև էկոնոմիկայի նախարարության կողմից եղել է օրենքի նախագիծ խստացնել նաև պատասխանատվության միջոցները, բայց այդպես էլ այդ նախագիծը չի ընդունվել։ Իսկ դուք քննարկումներին կամ լսումներին մասնակցում եք օրենքի փոփոխության կամ չեղարկման միգուցե որոշ դրույթների կամ ավելացման դեպքում։ Ցավոք այս պայծրությամբ դեռևս ոչ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում ենք Հայաստանում հեղինակային իրավունքի մասին։ Ցտեսություն։